2024 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերում զոհվել է 40 զինծառայող, զինվորներից 27-ը մահացել են ծառայության հետ կապված հանգամանքներում, հակառակորդի կողմից 4-ը, սպանության հետևանքով 5-ը, վարժական հավաքի 1 մասնակից մահացել է հրդեհի հետևանքով, ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու հետևանքով 7-ը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4-ը, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտման 1, ավիավթարի 2, հիվանդության հետևանքով 3 զինվոր։ Ծառայության հետ չկապված հանգամանքներում 13 զինծառայող է զոհվել։ Զեկույցը ներկայացվել Գլխավոր դատախազի եւ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ զինվորական դատախազության աշխատանքների քննարկման ժամանակ։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի քանի բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որի արդյունքում 50-ից 60 տարվա հնությամբ իրենց շենքերի արանքում 12 հարկանի նոր շենք է կառուցվում։ Բնակիչները դիմել են նաև վարչական դատարան իրենց իրավունքները վերականգնելու համար։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են նախագծման թույլտվությունը տրվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Մշակված նախագիծն անցել է պետական համալիր փորձաքննություն, դրական եզրակացություններ ստացել։ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող անտարային նպատակային նշանակության փողատարածքը 6640 քառակուսի մետր մակերեսով հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 254 միլիոն 244 հազար դրամ է։ Հակակոռուպցիոն դատարանը գլխավոր դատախազության համապատասխան հայցադիմումը բավարարել է մարտի 6-ին։ Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ռազմական, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ըստ նրա, սա չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված 300 միլիարդի տվյալներին։ Գերմանիայի Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով էլ Ուկրաինան 2022 թվականի հունվարի 24-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 123 միլիարդ դոլարի օգնություն, իսկ Եվրոպան տրամադրել է ավելի քան 143 միլիարդ դոլարի օգնություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակում է Իլոն Մասկի եւ նրա ղեկավարած կառավարության արդյունավետության վարչության լիազորությունները։ Հրավիրված կաբինետի նիստում նա իր աշխատակազմի բարձրաստիճան անդամներին ասել է. «Դուք եք ղեկավարում ձեր բաժինները, ոչ թե Իլոն Մասկը»։ Թրամփը նաև հավելել է. «Մասկն իրավասու է առաջարկություններ անել գերատեսչություններին, բայց չի կարող միակողմանի որոշումներ կայացնել անձնակազմի եւ քաղաքականության վերաբերյալ»։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իլոն Մասկը, որը նշել է, որ համաձայն է Թրամփի հրահանգին, նաև խոստովանել իր ղեկավարած կառույցը որոշ սխալ քայլեր է արել։ Այս հանդիպումը հաջորդել է Մասկի կողմից պետական ծառայողներին աշխատանքից զանգվածային ազատումներին եւ նրանց ուղղված սպառնալիքներին։ Միաժամանակ Թրամփի այս ուղերձը առաջին նշանակալի քայլն է Մասկի մանդատը նեղացնելու ուղղությամբ։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Էյալ Զամիրը պատրաստվում է նոր ռազմական ծրագիր ներկայացնել Գազայի հատվածում լայնածավալ մարտերը վերսկսելու համար, չնայած հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրին։ Նշվում է, որ մարտերին մասնակցելու համար մի քանի ստորաբաժանումներ կպահանջվեն եւ նրանք կվերագրավեն Գազայի հատվածի այն տարածքները, որտեղից Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս են եկել հրադադարի ընթացքում։ Պաղեստինյան Համասի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ խմբավորումը լիովին պատրաստ է բոլոր հավանական սցենարներին։